Այսօր զենքի կիրառմամբ ծեծկրտուք է տեղի ունեցել Արտաշատի կենտրոնական հրապարակում գտնվող ՀՀԿ նախընտրական շտաբի առջև, որին մասնակցել է Հանրապետականի Արարատի տարածքային խորհրդի նախագահ Ալիկ Սարգսյանի վարորդի որդին։ Այս մասին այսօր Ազատությանն ասաց նախկին ոստիկանապետը, սակայն ըստ Ալիկ Սարգսյանի դեպքը որևէ կապ չունի առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ, թեև լրատվամիջոցների փոխանցմամբ ծեծկրտուքի մյուս կողմը Արարատի մարզում ՀՀԿ ռեյտինգային մեկ այլ թեկնածու Արայիկ Գրիգորյանի մարդիկ էին։ Ես չգիտեմ ում կողմնակիցներն են, մինչև այս պահը չգիտեմ նույնիսկ ով է այդ տղան։ Ճիշտ ասեմ, ինձ չի հետաքրքրում, ճիշտ ասած, ով է եղել այդ տղան, քիչ կարևոր է իմ համար։ Մենակ մի բան կասեմ, ես առավոտյան եղել եմ կուսակցության գրասենյակում Մելիք Ադամյան փողոցի վրա խորհրդակցության, որից հետո արդեն ճանապարհին զանգել են, ասել են, որ միջադեպ է եղել եւ պատմել են հետեւյալը, ինչը որ եկած նույնը պատմեցին այստեղ, որ իմ վարորդի տղան իր բարեկամուհու հետ կապված, իր բարեկամուհու, չգիտեմ, ինքնասիրության, արժանապատվության եւ այլն վիճաբանություն ա եղել, երբ չգիտեմ, երևի նախադեպն եղել է 3, ամենայն հավանականությամբ։ Վիճաբանություն ա ունեցել ինչ-որ մեկի հետ, որից հետո երևի պիտի հանդիպեին, խոսեին, ինչ են պայմանավորում, մանրամասները չգիտեմ, որտեվ նա ես եկել եմ արդեն ոստիկանությունում ա եղել։ Այսօր վարորդի տղան եկել է ծնողի մոտ, իր հոր մոտ, որը գտնվել է կուսակցության գրասենյակում, ինձ սպասելիս է եղել։ Այս ընթացքում եկել է այդ մյուս տղան, որի հետ դեպքը ստացվել է։ Կանչել են իրան դուս վարորդիս տղային, ստացվել է այդ վիճաբանությունը, այդ ծեծկրտուքը, քաշքշոցը, չգիտեմ ինչ է ստացվել, ինձ ասացին, որ ինչ-որ գազովի ատրճանակ ա ունեցել, դրանով կրակոցներ ա արձակել, քանի հատ, ինչ ոնց, մանրամասները չգիտեմ։ Ամեն դեպքում մարմնական վնասվածք դրանից հետո չի եղել։ Մյուս կողմն է արձակել։ Մյուս կողմը, վարորդիս տղայի ուղղությամբ, որից հետո ոստիկանությունը անմիջապես միջամտել է, նրան տարել են բաժին, որից հետո վարորդից տղան ինքը գնացել ներկայացել է։ Վնասվածք ունեցող ինձ հայտնել են, որ չկա, ոչ մի վնասվածք չի եղել։ Պարոն Սարգսյան, հաշվի առնելով, որ Արարատի մարզում միջադեպեր տեղի ունեցան ընտրություններից ընդառաջ, սա ինչ-որ կապ ունի քաղաքականության հետ մինչև։ Կոնկրետ այս դեպքը, ինչի մասին, որ ես հիմա ձեզ պատասխանում եմ ձեր հարցերին, որևիցե առնչություն չունի ոչ քարոզարշավի, նախ քարոզարշավը չի սկսել, նախընտրական այս գործընթացների եւ ընդհանրապես իմ կամ ձեր նշած մարդկանց միջև որևիցե կապ չունի, ընդհանրապես սա անձնական մի խնդիր է, որ երկու երիտասարդներ իրար հետ ինչ-որ հարցեր են պարզաբանել։ Ընտրական գործընթացի հետ ընդհանրապես կապ չունի։ Հարաբերությունները այ մյուս ռեյտինգային տեխնացուների պարոն Գրիգորյանի հետ ինչպես կբնութագրվի։ Բնութագրում եմ շատ լավ, նույնիսկ ջել։ Որևիցե խնդիր ես իրենց հետ չունեմ, հենց այսօր առավոտյան միասին ենք եղել։ Ինքն էլ այդ մասին տեղյակ չի եղել, ես էլ։ Ոչ էլ հիմա զանգարել եմ, որտեղ դրա կարիքը չկա, մարդը կարա վիրավորվի։ Ասի ես ինչ կապ ունեմ, ինձ ինչ ես դրա համար ասում։ Սարգսյանի վարորդը Ազատ Մայելյանը, ում որդին Լյուդվիգը ոստիկանությունում է, Ազատությանն ասաց, թե իր տեղեկությամբ որդու հետ վիճաբանողի անունը Գոռ է ու անմիջապես հավելեց, այլ բան չգիտի Գոռի մասին, թեև ավելի ուշ խոստովանեց, Գոռի հետ կապվածը տևական պատմություն է։ Այ հեսա կանգնած ա մի հատ Նիվա կապտավում։ Եվ Նիվայից հետո սպիտակ 06 կապտավանած։ Այդ 06-ի մոտ քաշքշուկ է եղել միջադեպ։ Հա, ես ընդեից նկատի, ես քանի որ վազելով հասած դուրը որ բացի, նրանք փախանում դե այն կողմից PPS միլիցիայի աշխատակիցներն էին գալիս։ Մոտեցել եմ, բաժանել եմ այնտեղ քաշքշուկը, միլիցիան դրան տարավ, ես հետ տղաս հետ եկավ, քանի որ շորը պատրված էր, ուզում էին որ դու վնասվածք բան ստացել էր։ Ոչ։ Չի եղել այդպեսի բաներ ցավներ, տամ տետևակի քաշքշոցի ա եղել։ Մայելյանը նշեց, զենք է կիրառվել։ Շարիկավոյ զենք։ Այն մյուս կողմը։ Հա, այս կողմից զենք չի եղել, ցավոք տանը։ Իսկ բանը ինչու հենց տեղ ա եղել, էլի, ասենք դա քաղաքականության հետ կապ ունի, ընտրությունների հետ կապ ունի։ Ես կարամ ստույգ ասեմ, որ կապ չունի ընդհանրապես ընտրությունների հետ կապված։ Ես ասում եմ, իր քենու համար տղան ուզում է տղուս քենուն, այդ տղեն ուզում է իմ տղու քենուն։ Զգուշացում է, որ աղջիկը քեզ չի ուզում, նեղություն մի տուր աղջկան, եւ դա առաջի օրը չի, ոչ էլ դա 10 օրվա պատմություն է, ոչ էլ ամսա երկար պատմություն է։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի ֆեյսբուքյան գրառման համաձայն երիտասարդներից մեկի քենին վերջինիս բողոքել է, որ մյուս երիտասարդը անհանգստացնում է իրեն։ Կողմերը հանդիպել են, պարզաբանումը թեժացել է, վիճել են, ինչի ժամանակ էլ նրանցից մեկը գործի է դրել
օդամղիչ ատրճանակ։ Միջադեպի մասնակիցներից ոչ ոք վնասվածք չի ստացել, այս պահին նրանք գտնվում են ոստիկանության Արտաշատի բաժնում, կատարվում են համապատասխան գործողություններ։ Օպերատիվ իրավիճակը կայուն է, ներկայումս ձեր կողմից նշված դեպքը հետաքննությամբ փուլում է, մնացածի մասին մենք արդեն պաշտոնապես հայտարարել ենք թե ինֆեկցիան էջում։ Իսկ քրեական գործ հարուցվել է, պարոն Ահարոնյան։ Ոչ, այս պահին հետաքննությամբ փուլում է։ Հետաքննությամբ փուլում է։ Իսկ ովքեր են, քանի հոգի են ոստիկանության բաժնում, երկուսը։ 2 հոգի։ Օրվա ընթացքում փորձեցինք կապվել նաև անկուսակցական падգամավոր, սակայն Արարատի մարզում հանրապետականների ռեյտինգային թեկնածու Արայիկ Գրիգորյանի հետ։ Տևական փնտրտուքից հեռախոսազանգերից հետո պատասխանողը ներկայացավ որպես Գրիգորյանի վարորդ։ Պարոն Գրիգորյան, բարև ձեզ։ Բարև ձեզ, Գրիգորյանը չի։ Կարող եմ հետը խոսել։ Ո՞վ է։ Ազատությունից են անհանգստացնում։ Հա, Գրիգորյանը չի, վարորդն է, հանդիպմանն է ցավոտանա։ Երբ զանգեմ։ Բավական չեմ կարող ասեմ։ Ձեր անունը ո՞նց է։ Լավ, ստեսում։